բավականին մեծ թվով կանայք, որպեսզի թուրքերը չտանեն, իրանց գցեցին այդ ջուրը։ Ջուրը համարյա չէր երևում, այդքան շատ տիակներ կային այդ ջրի երեսին։ Շարունակեցինք մենք ճանապարհը մի քիչ եկանք, մի թուրք մոտեցավ, քաշքշեց, որ ինձ տանի։ Մայրս դիմադրեց, մորս գլխին խանջալով խփեց, մի ուրիշ թուրք եղբորս վերցրեց։ Ինձ ու եղբորս տարան այդտեղ։ Մայրս իր ամենափոքր իմ քրոջս մեկել, որ եղբորս քրոջ հետ շարունակեցին ճանապարհը։ Սկսեցին ինձ շարվեցնել թուրքական աղոթներ, ամեն ինչ, կով ունեին, հորթեր ունեին, այդ հորթերն էի առածացնում։ Այսպես մինչև 16 թիվը։ Երբ որ հրանքվեց իրանց դուրս գալը, իրանք խորհրդակցում էին, թե ինչպես վարվեն ինձ հետ։ Փոքր աղջիկ առաջարկեց ջրի հորը գցել։ Նրանք կազազել էին, որ հայերի պատճառով են իրանց իբր տեղահանում։ Մյուսը ասեց, թե փոքր երեխա է եղել, չի կարող վնաս հասցնել, տանենք մեզ հետ։ Ճանապարհ ընկա իրանց հետ։ Դեպի Չեպաստիա, ավելի խորը, Անատոլիայի խորքերը։ Մի օր գնալուց հետո դրանց մեծ աղջիկը մահացավ։ Ուշադրությունը ինձ վրա այլևս չդարձրին։ Ես նրանց կորցրի։ Մի թուրք մոտեցավ, դու մի ասի հետագայում իմացա, որ դա ավազակապետ է, տարավ իրանց տուն։ Այնտեղ տիֆ ընկավ ու առողջներին տեղափոխեցին Սևազի շրջակայքում նախկին ձորարոցները։ Ինձ էլ դրանց հետ։ Եկան որբանոցից ամերիկյան բոլոր հայերին տարան, բայց որտեղ ես թուրք եմ, ես մնացի։ Այդ ժամանակ քույրս էլ Սևազումն է եղել, ես չեմ մացել։ Գալիս է բանին վարշություն է որբանոցի, ասել այստեղ հայ չկա, բոլոր հայերին տարել են։ Իրիկունը բոլորը հավաքում են հաց ստանալու համար։ Իսկապես գալիս են այնտեղ ինձ գտնում, հացի տեղում։ Քույրս ամշավից ճանաչում է, բայց ես իրան չեմ ճանաչում։ Հարցուփորձ արեցի, ես ասացի իսկական իմ անունը, որ ես հայ եմ, քույրս ինձ բերեց այդ ընտանիքը, որտեղ որ ինքն էր, որ ինձանից հետո որ ինձ տարան մայրս շարունակեց ճանապարհը, մինչև Խարպեշտ ոտքով գնում են։ Քույրս մորս հայտնել է Խարպեշտ, նրանք կապ են ունեցել, նվագարկություն ունեցել, որ ինձ գտել է իր մոտ եմ ես գտնում։ Ամշաբես խնդրում է կազմակերպում է մեզ տեղափոխության համար։ Մենք քրոջս հետ միասին գնացինք Խարպեշտ։